որպես սրբազանների դատին ակտիվ մասնակից սպասելի էր այս որոշումը։ Որոշումը սպասելի էր, ես նախորդ դատի ժամանակ ասեցի, որ ոչ մի դրական ակնկալիք չունեմ։ Գործի այս կարված գործի քրեական գործի հարուցման հենց սկզբից էլ ակնհայտ էր պատվերը, քաղաքական պատվերը։ Նախադեպը ասել եմ, նորից ասեմ, ես նախադեպը մենակ նմանեցնում եմ 1937 թվականների այդ տոտալ բռնաճնշումների, աքսորների, այդ ժամանակների հետ եմ համեմատում, այն ժամանակ այդ անանիմկաների ժամանակ, եթե անանիմկաները գրվում էին յուրաքանչյուրի ձեռով, այսօր այդ անանիմկաների կենտրոնը մեկտեղ է, այդ ամբողջ այդ կարված սուտ մեղադրանքները, քաղաքական պատվերի իջեցման տեղը մեկտեղ է, մեկտեղից է այդ ամեն ինչը իջեցվում, պատվերը քաղաքական ու քրեական մեկ որջից, մեկ անձից Հայաստանի իշխանությունը բռնազավթած թուրքական գործակալ կապիտուլյանտ հայրենադավ ես չեմ ասի, դրան երևի սատկելուց հետո էլ պետքա ԴՆԹ անեն, ես համոզված եմ, որ գենետիկ թուրքա Հայաստանի վարչապետ կոչեցյալի որջից չի ավարտվելու, ես մտածում եմ, այս ինքնանպատակ չի, այս քաղաքական պատվերի դատական պրոցեսի սկսվել է ինքնանպատակ չի, ես մտածում եմ, որ այս ուղերձա ընդդիմադիր ուժերին, ակտիվ մարդկանց, պոտենցիալ ունեցող մարդկանց այս ուղերձա շարունակվելու է, մեսիջ աղարկում, որը տենց ալնելու յուրաքանչյուրիդ վերջը, ով ինքը հետևողական ալնելու, ես ասենք բողոքարկման չեմ էլ մտածում, որ մյուս դատարանները ուրիշ վճիռ են կայացնելու, քաղաքական պատվերը իջեցված է, այս մարդը սկզբից դատավորներին հայտարարում էր վնգստացող դատավորներ, հետո երբ որ այդ վնգստացող դատավորները սկսին իր քաղաքական պատվերները հնազանդ կատարել, արդեն ինքը ինքնավստահացում էր, մարդասում էր կա մի դատավոր, որը կարա չկատարի իմ պատվերը։ Ես մտածում եմ, որ մյուս դատարաններն էլ են իր պատվերը կատարելու, ուրիշ ակնկալիք չունեմ, հստակ քաղաքական հետապնդումա, քաղաքական ուղերձ մյուս չգիտեմ, ընդդիմադիրներին, գործիչները ով կհանդգնի դուրս գա սրա դեմ։ Ու խնդրում եմ մի երկու բառ այսօր հայտնվեց արդեն եկեղեցու ներսում երրորդ քահանան, երրորդ չգիտեմ ցեցը Նիկոլ Փաշինյանի աջակից, ուզում եմ մի հատ էլ ուղերձս ուղեմ այդ երրորդ քահանային, այն Հովանավանքի, այն մյուսը ով էր, Թադեյեր ով էր, դրանից հետո հայտնվելա Վայոց ձորում ծառայող ևս երրորդ քահանա, որ աջակցում է Փաշինյան կոչեցյալին։ Խոսքս ձեզ եկեղեցու դավաճաններ, հավատի դավաճաններ, ես ձեզ նմանեցնեմ, ես ձեզ մի օրինակ կբերեմ Հալիձորի Տեր Ավետիսին, Տեր Ավետիսը մեծ ավանդում էր Սյունիքի ազատագրական կռիվներում, պայքարներում, զորք էր ղեկավարել, տարածքներ էր ազատագրել Սյունիքի ազատագրման գործում մեծ ավանդ ունեցող քահանային ի վերջո կարեցան խաբեն, որը միացավ թուրքերին, պարակտման նեղության ժամանակ գժտվեց Մխիթար Սպարապետի հետ, գիշերով Մխիթար Սպարապետը լքեց ամրոցը, իսկ լուսադեմին Տեր Ավետիսը, երեք դավաճան քահանաներ, խոսքս ձեզ եմ ուղում լավ լսեք, լուսադեմին Տեր Ավետիսը հոգեբանական լինելով հանձնեց, Հալիձորի դարպասները բացեց թուրքի առաջ, ինչի արդյունքում առավոտյան թուրքերը դավադիր մտան մեր պաշտպանական բերդի միջնաբերդ Հալիձոր, կոտորեցին ժողովրդին, նույնը դուք եք անում այսօր եկեղեցու դռները ներսից բացելով, միանալով դավաճան Նիկոլին, դուք այսօր մեր ինքնության գոյաբանական վերջի միջնաբերդի եկեղեցու դռները բացում եք թուրքի ու դավաճանների առաջ։